Թուրք-գերմանական հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում։ Օրերս պարզ դարձավ, որ Թուրքիան արգելափակել է նաև գերմանացի պատգամավորների մուտքը Անկարայից մոտ 250 կիլոմետր հարավ գտնվող Քոնիայի ռազմակայան, որտեղ մի քանի տասնյակ գերմանացի զինվորներ ՆԱՏՕ-ի համատեղ զորախմբում պայքարում են իսլամական պետության դեմ։ Բունդեսդագի պաշտպանական հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխը տեղեկացրեց. Անկարան խնդրել է հետաձգել գերմանացի 7 օրենսդիրների նախօրոք ծրագրված այցը, որպես պատճառ նշելով երկկողմ հարաբերությունների ոչ այնքան բարենպաստ վիճակը։ Այս պայմաններում ես մեր զինվորների Թուրքիայում մնալու մանդատի երկարաձգումն անհնար եմ համարում, հայտարարել է Բունդեսդագի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Ավելի վաղ Անկարան արգելել էր նաև գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիկ։ Ամիսներ շարունակված բանակցություններից հետո Բեռլինն ի վերջո որոշել էր դուրս բերել իր զորախումբն այդ ռազմակայանից։ Այժմ գերմանացի պատգամավորները կոչ են անում նույն որոշումը կայացնել նաև Քոնիայի դեպքում։ Կանցլեր Անգելա Մերկելը չբացառելով այդ սցենարը նախօրեին գերմանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հորդորեց չշտապել։ Այդ ողջ պատմությունը անկասկած շատ ցավալի է, սակայն եզրահանգումները անելուց եւ վերջնական որոշումներ կայացնելուց առաջ մենք պետք է փորձենք բանակցել եւ հարցը լուծել ՆԱՏՕ-ի օգնությամբ։ Մեկ բան հստակ է, գերմանացի զինվորները ենթարկվում են Բունդեսդագին եւ մեր պատգամավորները պետք է նրանց հետ անարգել տեսակցելու իրավունք ունենան։ Գերմանական լրատվամիջոցները փաստում են, երկկողմ հարաբերությունները սկսեցին լարվել անցած տարվանից, երբ Բունդեսդագը ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Իրավիճակն էլ ավելի սրվեց անցած ապրիլին, երբ պաշտոնական Բեռլինն արգելեց թուրք պաշտոնյաներին իր երկրի տարածքում քարոզչական հանդիպումներ անցկացնել նախագահ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական հանրաքվեի օգտին։ Թուրքիայի նախագահն ի պատասխան նրանց ֆաշիստ ու նացիստ որակեց։ Դրանով, սակայն, ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների վեճը չավարտվեց։ Անկարանն էլ ավելի բորբոքվեց, երբ պարզ դարձավ, որ Գերմանիայի իշխանությունները քաղաքական ապաստան են տվել Էրդողանի տասնյակ ընդդիմախոսների, որոնք հայրենիքում մեղադրվում են անցած տարվա հեղափոխության փորձը կազմակերպելու մեջ։ Անգելա Մերկելի հետ զրույցում գերմանացի լրագրողները հետաքրքրվել են, գուցե Անկարան արգելափակում է Բունդեսդագի պատգամավորների մուտքը, որպեսզի Բեռլինը արտահանձնի նրանց։ Այդ երկու հարցերը միմյանց հետ որևէ կապ չունեն, արձագանքել է Գերմանիայի կանցլերը միաժամանակ ընդգծելով. Եթե դա է թուրքերի պահանջը, մենք անկասկած մերժելու ենք այն։ Այդ հարցով բանակցություններ ընդհանրապես չեն կարող լինել։